Չինաստանի բանակում ստեղծվել է նոր տեղեկատվական աջակցության ստորաբաժանում։ Աշխարհի ամենամեծ ու հզոր բանակներից մեկը համարվող Չինաստանի զինված ուժերում ստեղծվել է նոր ստորաբաժանում։ Տեղեկատվական աջակցության ուժերն անմիջականորեն ենթարկվելու են կենտրոնական ռազմական խորհրդին։ Չինական կառավարության եւ ռազմական կառույցի ներկայացուցիչները նշում են, որ երկիրը պատրաստվում է ուժեղացնել միջազգային կիբերդիմակայությունը։ Նախկինում գոյություն ունեցող օդատիեզերական եւ կիբերնետիկ ստորաբաժանումները դառնում են ինքնուրույն կառույցներ եւ գործելու են տեղեկատվական աջակցության ուժերին զուգահեռ։ Նոր ստորաբաժանման հիմնական նպատակն է առանցքային աջակցություն ցուցաբերել կիբերտեղեկատվական համակարգի ստեղծման եւ անվտանգ օգտագործման գործում։ Հանրությանը տեղեկատվական աջակցության ստորաբաժանման ներկայացման պաշտոնական արարողության ժամանակ Կենտրոնական ռազմական խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառույցը ռազմավարական ուժ է եւ առանցքային հենարան է դառնալու ցանցային տեղեկատվական համակարգերի կառուցման եւ համակարգման համար։ Ուստի այն մեծ պատասխանատվություն է կրում բանակի որակական զարգացմանը նպաստելու գործընթացում։ Հայտարարվել է նաև, որ տեղեկատվական աջակցության ուժերը պատասխանատու կլինեն թվային հետախուզության ուժեղացման համար, ինչի արդյունքում ոչ միայն կվերահսկվի ցանցային տեղեկատվական համակարգերի կառավարման գործընթացը, այլև կապահովվի հետախուզական տվյալների տարածումը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Չինաստանն իր զորքերի պաշտպանական կարողությունները հզորացնելու համար զգալի առաջընթաց է գրանցել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, հատուկ ուշադրություն դարձնելով էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացմանը։ Երկրի զինված ուժերի անբաժանելի մասը կազմող կարևորագույն օղակը կիբերզորքը դարձել է Չինաստանի ժամանակակից ռազմավարության հիմնական տարրը, որի գերագույն նպատակն է ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը։ Իսկ արհեստական բանականության ինտեգրումը կարևորագույն ենթակառուցվածքներում թույլ է տալիս կիբերզինվորներին արագ եւ արդյունավետ արձագանքելու զարգացող իրավիճակներին ու սպառնալիքներին։ Մասնավորապես, արհեստական բանականությունն օգտագործվում է հսկայական քանակությամբ տվյալների վերլուծության, սպառնալիքների կանխատեսման, պաշտպանության, ինչու ոչ կիբերհարձակման գործընթացները կազմակերպելու համար։ Այսպիսով, Չինաստանն առաջադեմ տեխնոլոգիաների եւ նորարարական մեթոդների ինտեգրմամբ ձգտում է դառնալ տեղեկատվական պատերազմի առաջատարը, թվային դարաշրջանում ապահովելով իր ազգային անվտանգությունը։